Այս պահի դրությամբ Հայաստանի զգալի մասում, այդ թվում Սևանի, Ապարանի, Վանաձորի, Աշոտքի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանում ձնախառն անձրև է։ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել է, որ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը մինչև 50-ից 60 մետր։ Չնայած տեղումներին միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, և սպասարկող ընկերություններն իրականացնում են մաքրման ու աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը կարգելվի։ Օրենքի նախագիծն այսօր ընդունվել է կառավարությունում։ Նախագծով առաջարկվում է վերանայել և հստակեցնել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքները, սահմանելով դրանց կիրառման առավել կոնկրետ դեպքեր։ Մասնավորապես օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։ Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու համար։ Այսօր համապատասխան օրինագիծը ստորագրել է Ադրբեջանի նախագահը։ Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերելու իրենցից մեկի խնդրանքով և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համապատասխան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Պաշտպանության նախարարության N զորամասի բարձրաստիճան զինվորականների կողմից խոշոր չափի վառելիքի հափշտակության գործի նախաքննությունը։ Պարզվել է, որ գումարտակի հրամանատարի տեղակալը և պահեստապետը նախնական համաձայնությամբ նախ վաճառել են 700 լիտր դիզվառելիք, ապա փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա վառելիք, սակայն ձերբակալվել են։ Գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև դասակի հրամանատարին և գնորդին, իսկ պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Բոլոր ժամանակներում եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականների հանձնառու և անսակարգ ծառայության շնորհիվ։ Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագների հետ հանդիպմանն ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Նա նկատել է, որ այսօր էլ ժամանակի նոր մարտահրավերներին ընդառաջ հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում ընդդիմադիր գործիչների և հոգևորականների նկատմամբ հետապնդումներին, որոնք հաճախ ուղեկցվում են ռուսական ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքներով։ Զախարովան անհասկանալի է համարել այն չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները մարդկանց որակում են որպես ռուսական ազդեցության գործակալներ, նշելով, որ մեջբերում, եթե հիմքը երկկողմ հարաբերությունների զարգացմանը կողմ լինելն է, ապա նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ևս խոսում է այդ մասին։ Ըստ Զախարովայի, եթե ընդդիմության հետ պարզապես հաշվեհարդար են տեսնում Ռուսաստանի անունը շահարկելով, ապա դա բարեկամական մոտեցում չէ և հակասում է երկկողմ գործընկերությանը։ Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով և շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը և նրա օրինական իրավունքների պահպանմանը։ Կարապետյանի կալանքի ժամկետի հերթական երկարաձգման մասին հարցին այսպես է պատասխանել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ճեպազրույցի ժամանակ նա նաև խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։ Որոշ տեղեկություններ ուղարկեք այն մասին, թե ով է Սամվել Կարապետյանը և որքան շատ բան է նա արել Հայաստանի համար, թող Կալասը պատասխանի այդ հարցին, ասել է Զախարովան։ Խոսելով Հայաստանի էլեկտրական ցանցերից, նա ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է։ Հեծի ազգայնականացման հարցում էլ ռուսական կողմը հայ պաշտոնյաներին առաջարկում է համատեղ փնտրել իրավիճակի կարգավորման ելքեր, որոնք հաշվի կառնեն հանրապետության և ռուսաստանցի գործարարի շահերը։
Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել արցախցի 58-ամյա Կարեն Ավանեսյանին։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած վարկածի, Ավանեսյանը զինված փորձել էր մոտենալ հանրային միջոցառման վայրին, որտեղ Իլհամ Ալիևն էր, սակայն ոստիկանները կանխել են։ Բաքվի ուժայինները պնդում են, որ տղամարդը դիմադրություն է ցույց տվել, կրակ բացել եւ նռնակներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակով վիրավորվել է եւ ձերբակալվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Նիգերիայի հյուսիսարևմտյան մասում գործող իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Թրամփը ջիհադիստներին անվանել է ահաբեկչական ստորին խավ եւ նշել, որ նրանց թիվը ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները։ ԱՄՆ նախագահը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ օբյեկտներին են հարվածել։ Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, եւ դա տեղի ունեցավ։ Թող Աստված օրհնի մեր զինվորներին եւ բոլորին, շնորհավոր Սուրբ Ծնունդ, ներառյալ մահացած ահաբեկիչներին, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեն սպանել քրիստոնյաներին։ Մոսկվայի օդանավակայաններում չվերթները ուշանում են ձնաբքի պատճառով։ Չվերթների չեղարկումներ դեռ չկան, սակայն ուղևորները ստիպված են սպասել, մինչ թռիչքուղիները մաքրվեն։ Առատյան պատճառով մի քանի ինքնաթիռներ փոխել են ուղղությունը եւ վայրէջք կատարել այլ քաղաքների օդակայաններում։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային։ Ըստ ուժայինների, Սաակաշվիլիի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան համացանցով կապ է հաստատել ցուցարարների հետ, ովքեր կառավարության խաղաղ տապալում կարգախոսով վերջերս փորձել էին ներխուժել նախագահական պալատ։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ Ախալայան հրաժարվել է ցուցմուկ տալ։